Վերջին երկու օրերին կատաղի մարտեր են ծավալվել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի արևելյան արվարձաններում։ Իրադրությունը սրվել է Ջոբար թաղամասում դիրքավորված զինյալների կողմից կիրակի օրը ձեռնարկված անսպասելի հարձակումից հետո։ Արևմտյան աղբյուրների պնդմամբ իսլամիստ զինյալները Դամասկոսի կենտրոնական թաղամասերի ուղղությամբ հարձակումն իրականացրել են նախապես կառուցված գաղտնի թունելների միջոցով։ Դամասկոսում Ռուսաստանի դեսպանատունը հաստատել է, որ փողոցային մարտերի ընթացքում տուժել է դիվանագիտական ներկայացուցչությանը պատկանող շինություններ մեկը։ Պաշտոնական Դամասկոսը տեղեկացնում է, որ երկուշաբթի առավոտյան ձեռնարկված հակահարձակման արդյունքում կառավարական ուժերին հաջողվել է հետ բերել կիրակնօրյա մարտերի ընթացքում կորսված դիրքերի մեծ մասը։ Մեծ Բրիտանիայի Եվրամիությունից դուրս գալու շուրջ բանակցությունները կմեկնարկեն մարտի 29-ին։ Այս մասին այսօր Բրյուսելում հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի մամուլի խոսնակ Մարգարիտիս Սխինասը։ Մենք պատրաստ ենք բանակցությունների մեկնարկին, այժմ սպասում ենք բրիտանական կառավարության պաշտոնական նամակին, մեր տեղեկություններով այն Բրյուսելում կլինի մարտի 29-ին, մեր կողմից բանակցությունների մեկնարկի համար ամեն ինչ պատրաստ է, հայտարարում է Եվրահանձնաժողովի խոսնակը։ Բրեքզիթի Մեծ Բրիտանիայի Եվրամիությունը լքելու գործընթացը սկսելու մասին որոշումը Միացյալ Թագավորության խորհրդարանը կայացրեց անցած շաբաթ։ Այսօր երեկոյան Փարիզում կայանալու է ապրիլի 23-ի նախագահական ընտրություններում առաջադրված 11 թեկնածուներից 5-ի առաջին հեռուստաբանավեճը։ 3 ժամանոց դեբատներին մասնակցելու են ընտրարշավի առաջատարները՝ կենտրոնամետ Էմանուել Մակրոնը, ազգայնական Մարին Լե Պենն, ինչպես նաև նախկին վարչապետ Ֆրանսուଆ Ֆիոնը, սոցիալիստ թեկնածու Բենուա Ամոնը եւ կոմունիստների աջակցությունը վայելող Ժան-Լյուկ Մելանշոնը։ Հեռուստաբանավեճի շեմին անցկացված սոցիոլոգիական հարցման համաձայն Մակրոնի եւ Լե Պենի վարկանիշերն առաջին անգամ հավասարվել են։ Ընտրությունների առաջին փուլում նրանց օգտին պատրաստ է քվեարկել ֆրանսիացի ընտրողների 26%-ը։ Եվրախորհրդարանի նախկին նախագահ Մարտին Շուլցը սեպտեմբերին կայանալիք Բունդեսթագի ընտրությունների ընթացքում պայքարելու է դաշնային կանցլերի պաշտոնի համար։ Նման որոշում է կայացվել Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության արտահերթ համագումարի ընթացքում։ Բեռլինում կայացած համագումարի պատվիրակները Շուլցի առաջադրման մասին որոշումը միաձայն են ընդունել։ Wer für die Eltern oder für die Kinder da ist, wer sich Սա շատ հուզիչ պահ է բոլորիս համար։ Ես շնորհակալ եմ ձեր վստահության համար։ Կարծում եմ, որ դա կանցլերի պաշտոնը զբաղեցնելուն ուղղված առաջին քայլերի արդյունքն է, հայտարարում է Շուլցը։ unseres Handelns. Ich möchte, dass der einzelne Mensch Respekt bekommt.